Բարև ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես մեր ամոթն ու խայտարակությունն է Միքայել Սրբազանին այս իշխանության դատարանները դատեցին 2 տարի ազատազրկման, խնդրեմ որպես գյումրեցի, որպես մարդ, ով Միքայել Սրբազանին ճանաչում է նաեւ ձեր հոգեվոր բոլորիս հոգեվոր առաջնորդը, ինչ տեղի ունեցավ, սա ինչի դրսևորում է։ Գիտեք, որ այսօր այս իշխանության թիրախում է կարծես ամբողջ Գյումրին, թիրախավորված է նաեւ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այս մասով եք խնդրեմ մանրամասներ հայտնեք եւ իհարկե չենք մոռանում ձեր որդու գործը, ինչ զարգացումներ կան այս մասով, համեցեք։ Շատ լավ, սիրով։ Միքայել Սրբազանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը եւ արդեն վերջին նկատմամբ, ինչպես գիտեք, վերջնական դատական վճիռ է կայացվել, ակնհայտ անօրինական քրեական հետապնդում հարուցվեց, առանց հաշվի առնելու այդ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը, ապացույցները, դրանք գոյություն չունեցող հիմքեր ու ապացույցներ էին, սա բնականաբար բոլորին է արդեն հայտնի, սա անհերքելի փաստ է, անքննարկելի փաստ է, որ Միքայել Սրբազանը, ինչպես նաև մի շարք այլ անձինք, գիտենք բոլորիս հայտնի անձանց վերաբերյալ, իրականացվել է քաղաքական հետապնդումներ եւ ինչպես մամուլում նշվում է, Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է։ Այո, շատ ամոթ էր այս իրավիճակը, որովհետև Սրբազանին կալանավորելը կարծում եմ ինչպիսի բարոյականության նորմերն ու սահմանները անց կարող է լինել, որպեսզի այսպիսի քաղաքական պատվեր իջեցնի նախ գլխավոր դատախազության վրա, այնուհետև դատական համակարգի վրա, որպեսզի իրականացվի Սրբազանի քրեական հետապնդումը։ Արմինե Մելիքսեթյան տվյալներով դատավորը, ով վերջինին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, ես պիտի ասեմ, որ ինչպես է ամեն օր ձեռքը երկարացնելու հացին եւ ինչպես է այդ հացը ուտելու, ինչպես է այս օդը շնչելու, Սրբազանի նկատմամբ նման դատական անօրինական ակտ կայացնելու համար, նշեմ նաեւ, որ դատավորի վիճակը այնքան էլ բարվոք չէր, որովհետեւ ցանկացած դատական նիստի հետևել եմ, անգամ մասնակցել եմ եւ ակնհայտ նկատելի էր, թե ինչպիսի վատ բարոյահոգեբանական վիճակի մեջ էր այս կինը, ընդհանրապես պատմուճանի մեջ գտնվող կին, ով ստիպված էր, նրա դեմքից երևում էր այդ արտահայտությունը, որ ինքը բան չի կարող անել եւ վերդիկտի եզրափակիչ մասը հրապարակելուց հետո նա արագ գրեթե փախուստ դիմեց դատական նիստերի դահլիճից։ Վերջերս Գյումրիի 7 վերք եկեղեցու մոտից անցնում էի, հայացքս ընկավ եկեղեցուն եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե եկեղեցին որբացել է։ Ճիշտ է, եկեղեցու ամեն ինչի տեր ու տիրականն Աստված է, Սրբազանն էլ ծառայողն է Աստծո ընդամենը, բայց բոլոր դեպքերում շատ տխուր էր եկեղեցին եւ նորից եմ կրկնում, ինձ թվաց, թե որբացել է եկեղեցին, որբացել են քրիստոնյաները, եկեղեցու այցելուները, հավատացյալները, բոլորը տխուր են, բոլորը կոտրված, բոլորը սպասման մեջ են։ Սա անելու բան չէր, որ արվեց երկրի թիվ 1 ղեկավարի կողմից։